Գիտեք, անցյալից եզև էխոյի պես արձագանք է լսվում այս օրերը դեռ մի քանի հազար տարի առաջ, որ Փարավոնը ասեց դու ոնց ես գնամ տիրոջը երկրպագելու, ես քեզ թույլ չեմ տա, բայց հետո իր որոշումը փոխեց եւ ասեց լավ, գնում ես գնա, բայց ձեր երեխաները չեն գնալու։ Փարավոնը ինքը խորհրդանշում է սատանային եւ ասում է միթե դուք այդքան ազատ եք, որ դուք կարող եք գնալ պաշտելու Եհովային Աստծուն, բայց լավ, գնացեք, բայց ձեր երեխաները չեն գնալու։ Գիտեք, սա իմ մեջ անընդհատ հնչում է տարին տարվա վրա, ամիս ամսվա վրա, ես չկա այդ ձև տարի, որ ես սրա մասին չխոսամ ու նորից մեր միտքը բերեմ, որ Փարավոնը ինքը դեմ է, որ մեր երեխաները գան տիրոջը, եկեղեցի գան այսինքն։ Դու գնա, բայց քո երեխան չպետք է գնա։ Սատանայի նպատակը մեր ապագան է, հասկանում եք։ Երբ որ ասում ենք երեխաներ, խոսում ենք ապագայի մասին։ Սրա մեջ ալեգորիա չկա, ես ասում եմ ուղիղ, որովհետև սա ճշմարտություն է։ Դու գնում ես գնա, որովհետև դու ասում ես ավելի լավ է ես գնամ, քան իմ երեխաները, բայց դուք պետք է պայքարեք, որ դուք պետք է գնաք երեխաների հետ։ Տեսեք, Աստված Իսրայելի որդիներին սովորացնում է եւ կարևորում է երեխաների մասին եւ Փարավոնը ոտքը դեմ է տալիս ու ասում է ոչ, պետք է մեր երեխաներն գան մեզ հետ։ Հասկանում եք, հազարամյա տարիներ հետո Իսրայելի գիտակցության մեջ եւ կրթության մեջ, կենցաղավարության մեջ, նիստուկացի մեջ այս բանը նորից մենք տեսնում ենք, երբ որ 100-ից ավել պատանդներ կան Գազայում պահվող եւ իսրայելացիները պայքարում են նրանց համար եւ նրանց անուն առ անուն գիտեն եւ ամեն խաչմերուկամ, ամեն անկյունեմ, ամեն հրապարակավ տեղում նրանց անունները եւ նկարներն են հրապարակված եւ ամբողջ Իսրայելը, իսրայելացի գիտեն նրանց անուններով եւ դեմքերով։ Եվ հիմա հիշում եք, որ մենք աղոթք ենք անում, խնդրում ենք, որ Տերը ազատ արձակի, Տերը բերի ազատություն, միջոց բերի Իսրայելի պատանդներին եւ մենք աղոթում ենք սա թե հաղորդությամբ, թե աղոթքաշողովներին, թե ծառայությունների ժամանակ մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը սկսվեց եւ 10 օրը 1-3 պատանդ են արձակում, որից վերջի 3 պատանդը եղել են սպանված, մահացած եւ նրանց մեջ կային նաեւ երեխաներ։ Եվ ամբողջ Իսրայելը սքմ եւ ողբում էր սրա համար, որովհետեւ նրանք գիտեն, որ երեխաները դա ապագան են։ Ինձ համար միևնույն չի, որ ես ծառայության եմ գալիս, իսկ իմ երեխան ոչ։ Եթե սատանային հաջողվել է, որ քո երեխային բռնի եւ թույլ չտա, որ կիրակիները գա տիրոջը, դու ապագա չունես։ Քո ապագան շատ պղտոր է եւ անհասկանալի։ Պետք է դուք պայքարեք ձեր երեխաների համար։ Եվ հիմա նույն դատավարությունը տեղի ունենում Բաքվում։ Մեր հայ ռազմագերիները, զինվորները, բարձրաշան պաշտոնյաները այսօր նրանց շինծու եւ կեղծ դատավարություններն ա գնում։ Հիշեք, որ ես սրա մասին դեռ մարգարեացել եմ, որ Ռուբեն Վարդանյանը, հիշեք, որ ազատ է արձակվելու։ Զուտ նրա համար, որ ես ուղղակի ասել եմ այս բանը, հետո եմ իմացել, որ ինքը հրեական ծագում ունի։ Աստված իր ժողովրդի կողմն է եւ պետք է աղոթել իրանց համար։ Իմ խոսքի նպատակը իմաստը սա է, արձակել գերիներին, ազատ արձակել գերիներին, ծոմապահություն անել, հաղորդություն անել տներում եւ աշխատել, որ մեր երեխաները լինեն այստեղ։ Ինձ լավ է, ես ստեղ եմ, բայց շատ վատ է, որ քո երեխան այստեղ չի։ Գիտեք, այս մի բան ասեց Ռուբենը,
ասեց ինչպես ես գնամ հորս մոտ առանց երեխայի, ինչպես ես գնամ առանց Բենյամինի, եւ նա պետք է ինձ հետ գա։ Հովսեփը հասկանում էր լավ թե ինչ ասում իր եղբայրը, բայց ասում էր ոչ, քո եղբայրը չի գնալու։ Հասկանում եք, մենք չենք կարող մեր երկնային հոր մոտ գնանք, երկինք գնանք առանց մեր երեխաների։ Մենք իրավունք չունենք։ Մենք իրավունք չունենք ուրախանանք, որ իրանք աշխարհում հաջողվում են, եւ իրանք աշխարհում հեղինակություններ են ձեռք բերում, եւ ինչ որ հաջողությունների են հասնում եւ ուսման բնագավառում, բիզնեսի բնագավառում, չգիտեմ էլ ինչ բնագավառում մենք իրավունք չունենք ուրախանանք դրա համար, որովհետեւ նրանք դեռ Տիրոջը չեն եկել։ Մեր ուրախության առաջին նշանակը լինի, որ նրանք Տիրոջն են պատկանում։ Հետո մնացած բոլոր հաջողությունները, որի համար մենք ուրախանանք։ Մենք իրավունք չունենք, բառից բուն իմաստով։ Մենք պետք է ողբանք լացենք եւ խնդրենք, որ Տերը փրկի նրանց։ Մենք պայքարում ենք, մենք ամեն օր պայքարում ենք այդ ուղղությամբ։ Մեր պայքարն է, որ մեր երեխաները եւ ընտանիքները Տիրոջը պատկանան։ Եվ դա դեռ քիչ է, որ նրանք Տիրոջը կպատկանան, որովհետեւ մի բան էլ կա, որ Աստծո մարդն ասում Լեստեր Սամրալը, ասում է քո ընտանիքը պետքա դու ներգրավես ծառայության մեջ, քո երեխաներին պետքա ներգրավես Տիրոջը ծառայության մեջ։ Սա ուժեղ հայտարարություն է եւ ստեղ դաս կա սովորելու, որ ոչ միայն ուղակի երեխաները գան, այլ նրանք ծառայեն Տիրոջը եւ չամաչեն Տիրոջից եւ չվախենան, որ հանկարծ կհալածվեն, որովհետև իրանք ստանում են ավելի բարձր ստատուս Տիրոջի մեջ եւ ավելի բարձր օրհնություն են ստանում, մակարդակ են ստանում օրհնության։ Ես հավատում եմ, որ երբ որ Տերը իրանք կբարձրացնի, իրանք հեղինակությունը համբավը Տերը կշինի։ Սա կարևոր է։ Ձեզ են նայում երեխաները, ձեզ են նայում ձեր թոռները։ Երկրորդ բանը, որ ես ուզում եմ ասել, սա է։ Այս տարի ես հռչակել եմ դեռ անցած տարվա մեջ, որ այս տարի կլինի պտղատվության տարի եւ երեխաներ կծնվեն եւ արդեն այս տարվա մեջ մտնելով մենք լսում ենք լավ լուրեր, որ արդեն մեր շարքերում հղիներ կան նստած եւ եկեղեցին բարգավաճում է եւ պտղատվում է նաեւ ֆիզիկական ձևով եւ ստեղ Խորեն Սոնանեն եւ մեր նոր վիկանա Վիկտորիան, որին բժիշկները ինչ հարց է եկել ասում են խնդիր կա, խնդիր ենք տեսնում, որովայնում խնդիր ենք տեսնում, ջուր ալցվում եւ եկավ ստեղ դեռ մենք տունն ենք, բայց Տերը ասեց ուղղակի ձերքերն հետ երկարացրեք, այդտեղ խնդրեմ չկա, դա լուծվում է, դա լուծվող խնդիր է։ Այստեղ աղոթում ենք, ուզում ենք աղոթենք բժշկության համար, բայց բժշկության խնդիր չենք տեսնում եւ սկսում ենք օրհնել որովայնի պտուղի Եսու Լավրան։ Եվ մի քանի օր հետո իմանում ենք ոչ թե ջուր ալացվում, այլ հղի է այդ մարդը։ Բժիշկները կարող են սխալվել, բայց ոչ Աստված։ Եվ ասա հաջորդը ես եմ։ Մի վախեցեք հավատալ, որ դու կարող եք ունենալ։ Այստեղ անգամ մթնոլորտը, թթվածինը բեղմնավորվում է Աստծո զորության ներքո։ Այստեղ ամեն ինչ փոխվում է ժողովուրդ։ Երբ որ դու ստեղ շնչում եւ արտաշնչում ես, Աստված հրաշքներ անում։ Իր ներկայությունից ես դու շնչում, որովհետեւ մենք նրանով կանք, նրանով ապրում ենք, նրանով շարժվում ենք, ասում է Աստծո խոսքը։ Մի վախեցեք ունենալ երեխաներ, որովհետև զորավոր է այն մարդը, որ շատ երեխաներ ունեն։ Եվ մեզ սյուրպրիզ արեցին անցած կիրակի ծառայությունից հետո եւ ասեցին, որ այսօր երկու կարևոր դեպք կա։ Մեկ էլ ինչ ես կպատկերացնեի, թե ինչի մասին է խոսքը, հեսա Արթուրն ու Մելանը եկան մեր տուն։ Ասեցի, ինչ ա եղել, չեմ հասկանում։ Նստացրին մեզ իրար կողքի, ինձ ու Արթուրին։ Ասեցին նստեք իրար կողք ու խժում են մեզ վրա ինչ որ թաքուն, զգում եմ որ ինչ որ բանն են չի, բայց
ինչքան մենք միամիտ ենք, չէ՞ տղամարդիկ, չենք հասկանում, թե ինչ է շինը մեր գլխին։ Խոսացինք, հաց կերանք, շփվեցինք, մի արկղ բերեցին, բացեցի, չհասկացա, ուզում եմ հասկանամ, ձեր են առնում, թե իրականում սա էս ինչ է։ Երկու հատ մանկական գուլպա, այսինքն մի գուլպա, երկու զույգ, սպիտակ։ Մտածեցի երևի մեր փետրվարի 23 ուզում են ջրեն։ Հետո մի փոքր բացիկ էլ կար։ Ես ու Արտուրը քոր ուզում ենք կարդանք, ես ինչա գրած, Արտուր լա դու կարդա, կարդում ու Արտուրը արդեն փլվել է, որ ես արդեն կամ եւ 6 շաբաթական եմ։ Հուզվել ենք ժողովուրդ, հուզվել, իրար ենք փաթաթվեղ, իրար ասում ենք, իրար մխիթարում ենք, իրար ասում եմ, հլա, քեզ տղավարի բայ։ Դու 5 հատ երեխա ես ունեցես, այդ չի եղել, մենք 5 հատ, երկուսով մի թիմ ֆուտբոլիստներ ունենք։ Եվ Արտուրը եւ ես պատրաստում ենք պապիկ դառնալ։ Եվ ասեց այսօր քաղաք եմ դուրս եկել, ում տենում եմ ասում եմ, դա իրականում երջանկություն է, ուրախություն է, երբ որ քո պտուղը բերում է իր պտուղին, քո սերունդը բերում է իր սերունդներին, այդ սերունդը զորավոր կլինի երկրի վրա։ Մենք հավատում ենք, որ Աստված ուզում է օրհնել իր եկեղեցուն, իր ժողովրդին, ստեղ չի կարա պատղատվություն տեղի չունենա ժողովուրդ, ստեղ չի կարա օրհնություն չլինի, եւ Աստված ուզում է օրհնել ձեզ։ Եվ մի խոսքով ամուսնացեք, շատացեք, պատղատվեք, աճեք, բարգավաճեք։ Ես չգիտեմ ով է հղի, բայց իմ մեջ էլի է գնում այդ ուղղության, որ էլի է հղիություններ լինելու այս տարվա մեջ։ Եթե մեկը ուզում եք ետ պահեք, Աստված նրան կվերցնի։ Ես չխոսացի նրա մասին, որ Աստված քեզ կտանի երկինք։ Եթե մեկը չի ուզում սերունդ տա, մեկը Աստված կվերցնի դա։ Աստված կօրհնի եւ ինչ որ մեկը այս տարի նորից կբեղմնավորվի։ Այս տարի էլի հղիություններ կան։ Դեռ մենք կլսենք մի քանի հղիության մասին էլ։ Վախում են ամեն ասեն։ Վախում են ամեն ասեն։ Ես չեմ ասում նրանց մասին, ովքեր այսօր 60-70 տարեկան, դուք արխեն ասեք ամեն։ Մի խոսք էլ կա մեջս, որ ուզում եմ ասել։ Գիտեք, Մատթեոս 19-րդ գլխի 3-րդ խոսքը, Մատթեոս 19-րդ գլխի 3-րդ խոսքը, փարիսեցիները նրան մոտենալով նրան փորձեցին եւ հարցրեցին. Արժան է մարդը իր կնոջը արձակի ամեն պատճառի համար։ Լայս կեղծավորներին։ Հիսուս էլ ասեց նրանց. չեք կարդացել, թե նա որ սկզբում ստեղծեց արու եւ էգ ստեղծեց նրանց ու ավելացրեց. սրա համար մարդը իր հայրը եւ մայրը պիտի ձգի եւ իր կնոջը պիտի հարի։ Երկուսը մեկ մարմին պիտի լինեն, ուստի երկուսն էլ չեն, հապա արդեն մեկ մարմին, ուրեմն այն, որ Աստված միավորեց, մարդը թող չզատի։ Հայերեն է, չէ՞ գրված։ Աստվածաշունչն ասում, չէ՞։ Սա չի ասում հայկական տրադիցիան, սա ասում է Աստված, Աստծո խոսքը, սա ասում է Աստծո օրենքը, սա ասում է Տերը Հիսուսը։ Եվ հիմա ես ուզում եմ մի բան ասել, սա էլի կարևոր բան է։ Ստեփանավանի աղջիկներ։ Քանի որ ես Ստեփանավան եմ ապրում, ես չեմ կարա պատասխանատվություն վերցնել խոսալ ուրիշ երկրների, մարզերի, ուրիշ քաղաքների մասին։ Ես խոսում եմ Ստեփանավանի մասին։ Ստեփանավանի աղջիկներ, մի բան կա, որ ձեզ համար հասկանալի չի։ Ուզում եմ հասկանալի լինի։ Քանի որ բոլորը չեն գալիս թեմաներին, ուսուցումներին, ընտանիք թեման է պետք է շոշափեմ, ես հարմար եմ գտնում այսօր անեմ։ Ձեզ համար պետք է հասկանալի լինի, թե ինչը չի տեղավորվում ձեր մեջ, սա իմ մոտ է հարց, թե ինչը չի տեղավորվում ձեր մեջ, որ դուք պետք է թողնեք։ Այսինքն ասեց պիտի թողնի մարդը
իր հորը եւ մորը։ Եվ խոսքը վերաբերվում է երկկողմանի հարաբերությունների մեջ։ Ամուսնու եւ կնոջ միջև նրանք գրված է պիտի թողնի, բայց չգիտեմ խի չի տեղավորում այս խոսքը, որ չի թողնում իր հորը եւ չի թողնում իր մորը, տղեն իր կողմից չի թողնում, աղջիկը իր կողմից չի թողնում։ Եվ ահա մենք խնդիր ունենք ստեղ, քանի որ մենք չենք ուզում թողնել, Աստված մեզ չի կարողանում դեռ օրհնել։ Որոշներս 12 տարեկան ենք մնացել եւ պատանի ենք մնացել եւ էգոիստ ենք մնացել եւ ասում ենք սա իմ հերս է կամ սա իմ մերս է։ Դու չես կարա իրան բան ասես, որովհետեւ իմ հորս բան ասողը, իմ մորս բան ասողը, ոչ մեկ քո հորը մորը բան չի ասում, ուղղակի ասում է թող ձգի իրանց։ Ձգել բառը ավելի շատ հարմար է գցելուն։ Եվ շատերը չեն կարող գցեն կամ թողնեն, ավելի կորեկտ ասեմ, որովհետև շատերը չեն կարող հրաժարվել, որպեսզի հարեն, որպեսզի մեկ մարմին դառնան։ Մինչև դու չթողնես, դու նրա այդ մեկ մարմին չես դառնա, իսկ եթե դու նրա այդ մեկ մարմին չես ուզում դառնաս, ես ուզում եմ մի բան ասեմ, Աստված օրհնում է երկուսի միաբանությունը։ Եվ դրա համար դուք դեռ թույլ եք, դրա համար դուք չեք կարող հաղթահարել, որպեսզի իսկական չեղքում գա։ Ես հավատում եմ, որ Աստված ուզում է օրհնել մեզ։ Հավատում եմ, որ Աստված ուզում է քո ընտանիքը, քո յաչեիկեն օրհնել։ Ես սրան հավատում եմ, որովհետև միշտ դու չես թողնեմ եւ դու չես հարում իրան, Աստված քեզ չի կարող օրհնել ուղղակի։ Սա չի տեղավորվում մեր մեջ, որովհետև մենք գնացել ենք, բայց չենք փոկվել։ Մենք գնացել ենք մեր հորտնից, մորտնից, բայց չենք փոկվել, որովհետև նույն բանը կարող եմ ասել ինձ համար, քանի դեռ ես հորս եւ մորս տանն էի ապրում, ես ապրում էի իրանց հետ, չիմանալով, որ 1000 կապերով եմ կապված իրանց հետ, եւ ահա մի մեծ պորտալար կա, որ կապում է ինձ իմ հորս եւ մորս հետ, եւ իրանց տան ամեն ընչքների հետ։ Երբ որ ես գնում էի հորս ու մորս տուն, Լաուրայի հետ, երբ որ գնում էի, ես աշխատում էի վազեմ եւ քիչ էր մնում ամեն ինչ համբուրեմ։ Սուքարանի դռներից հետ, տամպատերից հետ, մտնեմ մի հատ հայատ պակլոն անեմ, չոքեմ, պաչեմ գետինը, որովհետև ես հորս տուն եմ եկել։ Սա չեմ խոսում աղջիկների մասին, որովհետև նույն խնդիրը կա տղաների մեջ։ Գնացել ենք հորից մորից, բայց մենք չենք փոխվել իրանցից։ Ուղղակի մենք ֆիզիկական գնացել ենք, բայց հոգևոր աշխարհում բաներ կա, որից մենք չենք կտրվել եւ դա պորտալար է։ Բայց հետո Աստված գալիս է եւ ասում է՝ «Միշտ դու կախված ես իրանցից, ես քեզ չեմ կարող օրհնել»։ Դու այսօր կարոտ կլինես շատ բաների, որովհետեւ դու չես կարողանում թողնել իրանց։ Գիտեք, ես մեխանիկորեն գնում եւ բացում եմ շկաֆները, սառնարանը եւ սկսում եմ ինձ համար բան վերցնել, ուտել։ Ես չեմ ասում հիմա ես դա չեմ կարանում, բայց ես դա անում եմ, որովհետեւ ես մոռացել եմ, որ ես գնացել եմ։ Ես գնացել եմ, բայց ահա իմ սիրտը այնտեղ է։ Իմ սիրտը այնտեղ է տրփ-տրփում։ Հասկանում եք, այնտեղ է բաբախում։ Հենց ես գնում եմ այնտեղ, որտեղ ապրում եմ, մի հատ սև ու սուք է գալիս վրես։ Տրտմում եմ եւ նստում եմ դեպրեսիվ ձևով։ Քանի որ այս բանը տեղի է ունենում մի տարի, 2 տարի, 3 տարի, Աստված սկսում է խոսալ այս ուղղությամբ, որ դու պետք է թողնես։ Ահա 3 տարի դու գնացել ես, բայց դեռ դու չես թողնել, որովհետեւ դու ամբողջությամբ ոչ թե հարել ես մի կնոջ, որի հետ դու ծնողների թողնելով, դու ապրում ես միևնույն քո ֆանտազիաներով։ Ուզում եմ ես քեզ օրհնեմ։ Ստեղ գրված է կպրնել, խառնվել, նմանվել։ Այս բառն է։ Նմանվել ժողովուրդ, նմանվել։ Դու կտեսնեք մի տարի հետո, 2 տարի հետո, ամենաշատն եմ ասում։ Դու կտեսնեք, որ Սոնան փոխել է իր դինաստիան ամբողջությամբ։
Մենք չենք աշխատում, որ իրան փոխենք ու մեր նման դառնա։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը, որովհետև երբ որ երկու հոգի մեկ են դառնում, նրանց միջև տեղի ունենում առնախառնություն։ Նրանք դառնում են մեկ արյուն, որովհետև դու կարող ես ասել ոչ, որ նա իմ հորից եւ մորից չի, բայց մինչ երկուսով մեկ են դառնում եւ նրանց մեջ տեղի ունենամ սեքս, այն ժամանակ նրանց մեջ առնախառնություն է տեղի ունենում եւ երկուսով դառնում են մեկ։ Եվ Աստված պետք է կտրի այս պորտալարը։ Եվ այս պորտալարը ինչքան վտանգավոր կարա լինի ինչ որ մեկի կյանքի համար։ Միշտ դու գնում ես սոնոգրաֆիա եւ նրանք դնում են սոնոգրաֆիան այդ հղի կնոջ որովայնում եւ այնտեղ ասում են երեխայի վզին պորտալար կա փաթաթված եւ սա շատ վտանգավոր կարա լինի եթե այս պորտալարը չբացվի իր վզից միգուցե դա խեղդի երեխային որոշներս որ գնացել են բայց պորտալարով փաթաթված են միգուցե այդ պորտալարը խեղդի մեզ մի օր կարա խեղդի վայո շատերին խեղդում է Սա մեր դժբախտությունը կարա լինի, սա մեր աղետը կարա լինի։ Գիտեք, սա նշանակում է, որ Աստված ինձ սովորացրել է, դու չես ապավինում ինձ, որպեսզի ես քեզ օրհնեմ։ Դու պետք է սովորես ապավինել ինձ, որպեսզի ես քեզ օրհնեմ։ Պետք չի սքալ դրա համար, որովհետև դա ցավ է, որովհետև դա մահ է հենց մարմնի համար։ Դեր մարմինը այնքան ողջ եւ կենթանի է, որ ես պատրաստ եմ իմ հորս ու մորս խաթեր բաժանվել իմ մարդու կամ կնոջից։ Բայց Աստծո խոսքը մեզ այդպեսի բան չի սովորացնում, որովհետև նա ուզում է թողնես, գնաս եւ հարես, որպեսզի դուք մեկ մարմին դառնաք, որպեսզի Աստված ձեզ կարողանա օրհնել։ Երկկողմանի հարաբերությունները պետք է մի կողմ դնեն եւ այնտեղ ոչ մեկ իրավունք չունի սեպի պես խրվել։ Գիտեք, սենց բան կա, քույր աղբերներ կան, տանը քույր աղբերներ ունենք, չմոռանանք, որովհետև մենք նրանց հետ ենքամ ենք կապված, դեր մանկուց, դեր իծն է, որ չենք էլ կարող պատկերացնել կյանքը առանց ինձ, առանց իրանց, և մեզ թվում է, թե եթե իրանք չլինեն, մենք կմեռնենք, բայց Տերը մեզ հստակ պատվիրան է տալիս ասելով, թող ձգի և միացի, կպի, հարի, որպեսզի դուք մեկ դառնաք։ Ով է լսում։ Գիտեք, երբ որ մենք խնդիր ենք ունենում, մենք մի անգամից վազում ենք հորանց։ Սա նշանակում է փախուստ։ Սա նշանակում է, որ դու դիզերտիր ես։ Դեր դու կարող ես գնալ այնտեղ եւ բողոքներ ներկայացնել հորդ ու մորդ եւ ավելի շատ փչացնել քո ամուսնությունը։ Գնա քո սիրտը դատարկի Սուրբ Հոգու առաջ։ Գնա սքա Սուրբ Հոգու առաջ։ Գնա ողբա Սուրբ Հոգու առաջ։ Գնա լաց Սուրբ Հոգու առաջ։ Ասա որ այս ամուսինը որ ինձ ես տվել կամ այս կինը որ ինձ ես տվել, ահա Տեր, օրզում եմ որ դու ամեն ինչ քո ձեռքերի մեջ վերցնես եւ ամեն ինչից տեղյակ լինես։ Պատմի իրան։ Մի ասա սպանի ես հիմարին, մի ասա սպանի ես ոչխար գլխին, մի ասա այդ ձե բան, և սկսի օրհնել, աղոթել և ասա ես հավատում եմ, որ ինքը կփոխվի։ Սա արել է Լաուրը, միշտ սա աղոթել է ինձ համար։ Մենք մի օր, ես մի օր չեմ տեսել, որ Լաուրը վազի իր հորը մոտ, իր տուն վազի։ Ես չեմ տեսել, ինչ ամուսնացել եմ, ես չեմ տեսել։ Եվ ուրախ եմ, որ իրականում է ձև եղավ։ Մենք մի անգամից մեկ դարձանք, թեպետև խնդիրները ավելի շատ իմ մեջ կար։ Ավելի շատ ես էի վազում հորս մորս տուն, ավելի շատ ես էի վազում, որովհետև իրանց կարիքը ունեի, իրանց օգնության կարիքն ունեի, իրանց ուղղակի միտեղ էլ ուզենաս, որ մի բան ասես իրանց։ Բայց Սուրբ Հոգին մեզ սովորացրեց, որ պետք է կտրել։ Ասում եմ Լաուր, նկատում ես, որ այս բանը մեր կյանքի մեջ տեղի ունեմ, մեր հետ է տեղի ունեմ, սա մեր հետ է տեղի ունեմ, Աստված մեզ ակնարկում է, որ ես քեզ ուզում եմ օրհնեմ։ Դու գնում ես իրանց տուն, ակնարկում ես իրանցից, Աստված ինձ ակնարկում է, որ
երբ որ քո ապավինությունը իմ վրա կգնա, ես կսկսեմ քեզ օրհնել դա ավելի շատ։ Ինչ դու ակնկալում ես իրանցից։ Ինչ եք ակնկալում Ստեփանավանի աղջիկներ։ Ձեզ չթվա թե ես հեքիաթներ եմ պատմում ստեղ, որովհետև անգամ ասեց Դավիթն ասեց, չպատմեք գեթի մեջ, որ գեթի աղջիկները հանկարծ իմանան Սավողի մահը եւ հարսանիք կազմակերպեն։ Ես խոսում եմ Ստեփանավանի աղջիկների հետ։ Դուք գնացել եք, դանելով դուք թողնում եք իրանց։ Դուք բռնում եք իրան։ Գիտեք, ստեղ մի կին կա Աստվածաշնչում, որի անունը Դեբորա էր։ Երբ որ ես ասում եմ Դեբորա, ես նկատի չունեմ Հեզաբել։ Դուք կարող ասեք, ես Դեբորայի նման եմ, բայց դուք չպետք է լինեք Հեզաբել։ Դեբորան, որի մասին Աստվածաշունչը խոսում է, դատավորած գրքում է դա 4-րդ գլխում։ Ասում է, թե ինքը ում կինն էր։ Նախ եւ առաջ ասում էր, թե իր ամուսնու անունը ինչ էր։ Հասկանում եք, Դեբորան Դեբորա չէր առանց իր ամուսնու։ Դեբորան դատավոր էր Իսրայելում։ Եվ Դեբորան պատերազմի ականջում Իսրայելի տղամարդկանց։ Դեբորան մարգարեհու էր։ Հասկանում եք, դուք չպետք է լինեք քույրեր, Հեզաբել։ Դուք պետք է լինեք Դեբորա, դուք պետք է լինեք մարգարե։ Դուք պետք է մարգարեություն անեք։ Եվ ձեր ամուսնու պատիվը ավելի բարձր պահեք։ Եվ այստեղ Աստվածաշնչի 4:4-ում ասում է, որ Դեբորան ուզում եմ այդ տեղը կարդամ ձեզ։ Ես չղայնացած չեմ ժողովուրդ, ուղղակի պետք է ասենց խոսամ։ Ուզում եմ խոսամ, որովհետև սա իմ սրտի մեջ է, ես ոչ մեկիդ նամյոք չունեմ։ Դեբորա մարգարեուհին Ղաբիդոթի կինը, լսում եք եկեղեցի, Բեթելի մեջ Դեբորան արմավենու տակ էր բնակվում, որտեղ էր բնակվում, ինչի տակ էր բնակվում, Դեբորան ինչի տակ էր ապրում, Աստվածաշունչում պատահական խոսքեր չկան, Աստվածաշունչը պատահական բաներ չի ասում, Ղաբիդոթի կինը Դեբորան բնակվում էր արմավենու տակ, արդյոք ձեր կյանքը արդարության մեջ է, արդյոք ձեր կյանքը օծության մեջ է, ահա արմավենու տակ բնակվող Դեբորան, որի ամուսնու անունն է տրվում, չի ասում, որ սա մի կնիկ էր ուղղակի, ասում էր, թե սա ում կինն է, իր ամուսինը հաստատ քաղաքային գործերի մեջ էր, պետական գործերի մեջ էր, եւ Դեբորան մարտահրավեր է գցում Իսրայելի տղամարդկանց եւ ասում է, արթնացեք, տղամարդիկ արթնացեք, վեր կացեք, շարվեք պատերազմի, Սիսարայի դեմ կռիվ գնացեք, եւ ինքը այնտեղ կոչ անեմ գեներալներին վեր կենալ եւ գնալ կռվի, եւ իրա կոչը այսպես չի ընչում, միթե ձեզ մեջ տղամարդ կա, դուք վաբշե տղամարդ եք, թե չէ, այսպիսի հայտարարություններ չի անում, չի ասում դուք պետք է յուբկա ակնեք տղամարդիկ, երբ որ կինը այսպես է խոսում, ինքը Հեզաբել է, բարձացեք այդ պատիվը, որովհետև Աստված ուզում է ձեզ օրհնել այդ ամուսնու պատճառով եւ այդ կնոջ պատճառով մանավանդ։ Մի վազեք եւ մի ողբացեք եւ մի լացեք եւ ես ասում եմ, որ պետք է կտրվի այս եկեղեցում այդ պորտալները։ Աստված ձեզ նկատի չի ունենալու, հավատացեք։ Աստված ձեզ նկատի չի ունենալու եւ իր օծությունը չի տալու ձեզ, որովհետև Աստված հիմարներին չի հաճում։ Աստված ուզում է կինը 31-րդ գլխի առակացի նման կին լինի, որ իմաստուն է եւ շինում է իր տունը, չի շինում իր հոր տունը, չի շինում իր մոր տունը, չի շինում իր քրոջ եւ աղբոր տունը, չի շինում իր հարազատների տունը, ապա շինում է իր տունը։ Եվ ա գնացել է եւ ասում է, «Էս ինչ ձևի աղջիկ ես դու, աղջիկ ջան»։
Դու մոռացել ես հոգրիդ, դու մոռացել ես մոքրիդ, դու մոռացել ես նրան, դու մոռացել ես նրան, դուք չեք գնում այնտեղ, դուք չեք ապրում նրանց համար, դուք չեք ապրում այն բանի համար, եւ մենք չենք պատրաստվում էլ ապրել մեկի համար։ Ով է լսում։ Այս մեղադրանքները ես գիտեմ որտեղից է գալիս։ Ես գիտեմ ինչ է այս մեղադրանքները։ Որ դուք պարտավոր եք լինելու այսպես, պարտավոր եք քերիներին, պարտավոր եք խորոխպերներին, պարտավոր եք նրանց համար, մյուսների համար, ոչ ժողովուրդ, այստեղ այդպիսի բան չի գրված, այստեղ գրված է կթողնի, ամենակարևորին կթողնի և մնացած բոլոր դերերը մել նշանակություն չունեն, և այստեղ Դեբորան ասում է ելիր, արթնացիր, Ելիր արթնացիր ով բարակ, չի ասում, բա դուք տղամարդ եք, չի ասում ես է բան, քույրեր լսում եք, հարգանքով արտահայտվում, տղամարդկանց դուխ է տալիս, տղամարդկանց քաջալերում է, ասա դուք կարակ, ձեր ստացվի, դու ուժեղ տղամարդ ես, ոչ թե արի ասա, բա դու տղամարդ ես, ասա դու ուժեղ տղամարդ ես։ Մենք կարող ենք իրար հետ։ Գիտեք, ես վստահ եմ, որ մարգարեուհի էր եւ դատավորն էր Իսրայելի եւ ստանում էր բավական բարձր գումար։ Մեծ աշխատավարձ էր ստանում Դեբորան։ Ձեզ չթվա, որ սա չորի մասին է խոսքը։ Սա երկրի եւ պետության մասին է խոսքը։ Եվ սա խոսում է մոր մասին։ Եվ սա խոսում է կնոջ մասին, և ասում է, որ Դեբորան այսպես էր, ես վստահ եմ, որ Դեբորայի ձեռքը շատ գումարներ կար, Դեբորան չէր ասում, իշխանությունը իմ մոտ է, Ռաբիդոտ, ծիծաղելու անում նա, լսում ես, դա չի նշանակում ոչինչ, Միթե քո փողերը մենակ քո փողերն է։ Քո փողերը իմ փողերն է, իմ փողերը քո փողերն է։ Մեր մոտ չկա այս բան, իմը քոնը։ Սա քոնն է, սա իմն է։ Դες բան չկա։ Դա մերն է։ Սենց բան չկա նաև, սա իմ երեխան է։ Եթե քո է երեխան է, դու հորդ տնից կբերեիր այդ երեխեքին։ Դու դա չես կարեցի անես քո հորդ տանը, դու չես կարողացել քո հորդ տանը երեխա ունենես, ահա դա ձեր երեխաներն է, երկուսի, ձեզ միայն մի բան կարա բաժանի, բրիտվենա դա, որ դա քո բրիտվենա, նա էլ քո բրիտվենա, ավել ոչ մի բան, ով է լսում, ճիշտ եմ ասում, թե չէ, տղամարդը իրա կնոջ մեջ մայր ուզում տեսնի, ուզում իրա կնոջ մեջ մայր տեսնի իրա երեխաների համար, և եթե պապան տանը չի կարա իրա երեխաներին ասի, ուրեմն թե խեզաբել կա, և ես դեպքեր ես շատ եմ տեսել և լսել, որ եկեղեցում տեղի ունենում, որ ասում իմ երեխուն բան չասես, իմ երեխու վրա ձեռ չբարձրացնես, այո մենք կարող ենք պատժել, եթե ես պատժեմ Լաուրը չի խառնվի, եթե Լաուրը պատժի ես չեմ խառնվի, Եթե արդարադատության հարց գա, որ մենք պետք է ինչ-որ մեկի արդարադատությունը պաշտպանենք, մենք իրար այդ դրա մասին խոսանք կուլիսների հետևում։ Եվ կասենք, որ խիստ էր դատ է այսօր։ Մենք իրար դա կասենք։ Հետո մենք կարող ենք մեր երեխաներին ներողություն խնդրել անգամ։ Սա կարևոր բան է։ Ոչ թե սա իմն է եւ վերջ։ Սա քոնը չի, սա ձերն է։ Երկուսով, պապիկինն էլ չի այդքան, տատիկինն էլ չի այդքան, հասկանում եք, որովհետև մենք սա գիտենք սրանում, որ պապիկներն ու տատիկները սիրում են իրանց երեխաներին կոնտրոլ անեն, թորներին, որովհետև չեն կարեցել երեխաներին անեն, ահա թորներին են անում, որովհետև թորի միջոցով կան իրան չորնի պլանները առաջ տանեն, դա մի քիչ չարաճճության ժանրից է, ես կասեմ, որ պապիկները տատիկները, նորմալ է ժողովուրդ, Նորմալ է, երեխեքը որտեղ են իրանց լավը զգում պապիկի, տատիկի տանը, տանը սանկցիաներ կա, կարմիր գծեր կա, սահմաններ կա,
օրենքներ կա, պատվիրաններ կա, բայց ահա ամեն ճշմարտությունը, որ դուք լսեցիք, թե խի պետք է թողնի եւ խի պետք է միաբանվի։ Գիտեք, մենք չենք կարող մեր տները թույլ տանք, որ մայրերը, քույրերը, են որ ամուսնացան գնացին, եւ դարձի ճամփա չկա։ Մայրերը ամուսնացակ, վերջ։ Ռեբեկան ասեց, ես գնում եմ։ Գնում եմ, մամ, գնում եմ պապ, գնում եմ իմ նոր տունը։ Եվ գրված է, որ դա շատ երկար ճանապարհ էր, շատ երկար ճանապարհ, շատ, ասեք շատ։ Գիտեք ինչքան շատ։ Ռեբեկան մի օր իր հոր տուն չեկավ, էլ չեկավ, ժոր չի մտնում, չէ ձեր մեջ։ Քույրեր չի մտնում, չէ տեղ չի անում։ Շատ, ինչքան շատ, կյանքի տևողությամբ գնում է առանց վերադառնալու։ Ոչ զանգ կա, ոչ նամակ կա, ոչ SMS կա, ոչ միատեսակցություն կա խնամիների, որ գնան իրար միատ երեխեքը տենան։ Չկա այդ ձև բան։ Եվ Ռեբեկան լսեց ծառան եւ ծառան ասեց. Գալիս ես ինձ հետ, ասեց գալիս եմ։ Եվ այնտեղ Լաբանը եւ մերը խառնվեցին իրար եւ ասեցին մեր քրոջը, մեր աղջկան մի քանի օր է թողեք։ Հետո նրանք խորամանկ ժողովուրդ էին, ասեց մի շաբաթ 10 օր գոնե մնա։ Ծառան ասեց ես ժամանակ չունեմ, ես հետ եմ դառնում, իմ տերը սպասում է։ Եվ աղջկան ասեց դու գալիս ես, աղջիկը ասեց ես գալիս եմ։ Օրն ու մորը աղբորը ասեց լավ մի ողբացեք։ Հետևիցս վաբշե մի հատ չողբակ։ Ես գնում եմ։ Ես գնում եմ։ Սա լավ աղջիկ էր։ Սա ուժեղ աղջիկ էր։ Ռեբեկայի մասին կարդացեք, որ ինքը ինչքան ուժեղ աղջիկ էր։ Իսկական ուժեղ աղջիկ էր ինքը։ Ամեն ինչով, ֆիզիկական տվյալներով էլ էր ուժեղ, բացի հոգևոր տեսանկյունից։ Եվ սա գնաց, սա նստեց ուղտերին եւ գնաց։ Եվ անգամ Իսահակը չէր տեսել իր կիննովը, նկար անգամ չէր տեսել։ Սոցիալական որևէ մի հարթակում չէր տեսել իր նկարը։ Ուղղակի ասեց կգաս, ինքը լավ տղա է, վերջ։ Չասես մի ատենամ սիրուն է, իմ ուզած Alphonse-ն է, թե չէ։ Որոշների համար Alphonse-ներ պետք է, iPhone-ներ պետք է մեկ է, որ չգիտեմ ովքեր, Արսեն Լուպեններ, ժոր սխալվում եք։ Դուք պետք է ամուսնանաք, որովհետև Աստված ուզում է ձեզ օրհնել, եւ Աստված ուզում է օրհնել այս մեկի հետ, ուրեմն պետք է այս մեկի հետ ամուսնա։ Եվ վերջ, ասես եթե այսպես լինի, ուրեմն իմացի, որ դա այդ աղջիկն է։ Եվ այդ աղջիկը մի անգամ մտքով չանցավ, որ հետ գնա իր հորտում։ Վազի իր հորտում։ Եկավ տեսավ շատ տխուր վիճակ այդ տանը։ Հիշում եք։ Ռեբեկան եկավ այդ օջախ ու տեսավ, որ շատ տխուր վիճակ է այս տանը։ Վրաս չզանգեց մորը։ Հայ մամ, սա կիսուրը նոր է մեռել։ Օ, սաղ իմ վրա է այս տան օքսը։ Ես սանց պրիցելի տակ համ մեր եմ, համ աղջիկ եմ, համ ճաշեպող եմ, համ են։ Սանք ինձ ուզում են տանկնիկ շինեն։ Բա ում տանկնիկը պետք է դառնաս։ Ում տանկնիկը պետք է դառնաս։ Եվ Իսահակը տեսավ իր կնոջը, վերցրեց եւ գնաց Սառա իր մոր վրանը եւ այնտեղ մտավ նրա մոտ եւ մխիթարվեց։ Եվ ստրեսից դուրս եկավ։ Փաստ, սա ճշմարտություն է։ Եթե այս խոսքից հետո դուք չուզեք լուծվի այս խնդիրը ձեր մեջ, ես ձեզ երկրորդ անգամ խորհուրդ կտամ։ Երրորդ անգամ է խորհուրդ կտամ, բայց ավել չեմ տա։ Ապրեք ձեր ուզած ձևով։ Մենք ապրում ենք այդ ձև, մենք ապրել ենք այդ ձև, մենք պետք է ապրենք այդ ձև։ Դժվար է եղել ավելի շատ ինձ համար, քան Լաուրի համար։ Լաուրը եկավ եւ վերջացավ ամեն ինչ։ Բայց ես գնացի եւ տարիներով պայքարում եի, որ գնացել եմ։ Եվ ասում եմ դու ես մեղավոր, որ ես գնացի հորս տնից։ Ես չգնացի հորս տնից, մեզ դուրս արին։
Ինձ դուրս արին։ Ասին езжай отсюда. Пошел вон. Դևերին ոնց ենք շեմ։ Այդ ձև, пошел вон. Ես շատ կհամարանամ այդ բաների մասին, թե ինչի համար էր իմ սիրտը դեռ այնտեղ։ Երբ որ մայրս մահացավ, ավելի ես հեշտ տարա, ավելի հեշտ տա, քան ես պատկերացնում եմ։ Մենք միշտ մտածել ենք, եթե մեր մերը մեռնի, մենք էլ իր հետ կմեռնենք։ Բայց Տերը հասցրեց ինձ ուղղակի պորտալար կտրի։ Ես չնգա անդունդ իր մայից հետո։ Ես հասկացա, որ ես հայել եմ իմ գործը։ Նախ կտրել Աստված, հետո օրհնելա, իսկ երրորդ բանը իմ մորս ուղարկելա երկինք։ Եվ դա ինձ մեծ մխիթարություն ես չունեցա։ Իհարկե, չեմ ասում, որ ազգա ես գնացի կան ուրախանում եմ ինչ-որ բանի համար։ Ոչ, ես սգում եմ, լացում եմ, բայց ես չի մեռնում, որովհետև հասկացա, որ Աստված ինձ ազատել է դրանից։ Ես այդ ժամանակ հասկացա, որ Աստված ազատել է։ Քույրեր, մայրեր, անգամ ապարատուրան չի դիմանում այս խոսքին։ Անգամ ապարատուրան չի դիմանում այս խոսքի։ Ես զգում եմ, հեսա ինչ-որ մեկի մոտ ճնշում է կոնկրետ։ Ես ոչ մեկի չեմ ճնշում, ես ճշմարտությունն եմ ասում։ Սա մայրերի տոն է, չէ՞։ Թե թողեք ես ձեր տոնը այս ձևով շնորհավորել։